Հարավային դարպասի ամրությունը սկզբունքային, ռազմավարական ու անվտանգային նշանակություն ունի։ Կառավարությունը հարավին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Այդ պատճառով է, որ Սյունիքում պետբյուջեի միջոցներով եւ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներն անցնում են $1 միլիարդ շեմը։ Ճանապարհաշինական աշխատանքների հսկայական ծավալն առաջին հերթին սյունեցու կյանքում արագություն կմտցնի, ասում է մարզի ղեկավարը։ Իրականում փոխվում է շատ բան Սյունիքի մարզում, մարդկանց կյանքում, տեսեք, կյանքը արագանում է, իսկ լավ որակի ճանապարհները ել ավելի են արագացնում կյանքը եւ չի կարող լավ ենթակառուցվածքը էապես չազդել մարդու սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Սա շատ կարևոր նշանակություն ունի հատկապես Սյունիքի համար, ինչ իմաստով, որովհետեւ գիտեք, որ օրինակ Մեղրիից Երևան հասնելը բավականին երկար ժամանակ է պահանջում, Կապանից Երևան հասնելը 4-4.5, լինում են դեպքեր 5 ժամ է տևում։ Այս խնդիրը լուծելով մենք այդ ամեն ինչը էապես նվազեցնում ենք, ինչը հնարավորություն կտա տնտեսական արդեն կապը ավելի ուժեղացնել եւ ընդհանրապես կապը մայրաքաղաքի հետ ակտիվացնել։ Սկսենք հյուսիս-հարավից, որն այս պահին մարզում եւ ինչու ոչ հանրապետությունում ամենամասշտաբային, ամենաթանկ ու ամենաբարդ ճանապարհաշինական աշխատանքն է։ Արդեն ավանդույթ է դարձել հավաքվել Հայաստան-Իրան սահմանին հարող շինհրապարակում եւ շրջայցի դուրս գալ։ Տեղում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանում Իրանի եւ Իրանում Հայաստանի դեսպանները, Սյունիքի մարզպետը, ճանապարհային դեպարտամենտի ղեկավար կազմը։ Ագարակը Քաջարանին կապող 32 կիլոմետրանոց հատվածի տարբեր տեղամասերում այս պահին ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Իրանական կապալարու ընկերությունը կամուրջներ, թունելներ է կառուցում, ամբողջությամբ նոր ճանապարհ բացում։ Հաշվի առնելով լավ եղանակը, մենք հիմա նախընտրությունը տալիս ենք բետոնային աշխատանքներին։ Կարծում եմ աշխատանքներն առաջ են գնում ամբողջ ծավալով, ըստ ժամանակացույցի։ Այս 32 կիլոմետրանոց ճանապարհին կառուցում ենք 2 թունել, առաջինի աշխատանքների 95%-ն արել ենք։ 32 կիլոմետր ճանապարհ, 5 տրանսպորտային հանգույց, 1 տասնյակից ավելի կամուրջ, 2 թունել, մեծ թվով հենապատեր, ընդամենը 10 մետր փորման աշխատանք եւ առաջին թունելի վերջում լույս կերևա։ Այս թունելի երկարությունը 360 մետր է։ Ճանապարհաշինական աշխատանքների նման ծավալը կբերի տնտեսական զարգացման, հաշվի առնելով նաեւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որին Թեհրանը կողմ է ու սատարում է, ընդգծում է Հայաստանում Իրանի դեսպանը եւ լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ վերահաստատում նախկինում որևէ Զանգեզուրի միջանցք չի լինելու, ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար։ Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Բոլորը պետք է ողջունեն այդ նախաձեռնությունը։ Շինարարական այս ծավալի աշխատանքները, որ իրականացվում են Հայաստանում, միանշանակ կնպաստեն տնտեսական ու առևտրային աճին։ Մասնավորապես այս 32 կիլոմետրանոց ճանապարհը մոտ 3 անգամ նվազեցնում է դեպի Քաջարան ընթացքը, 6 մետրանոց ճանապարհը դառնում է 17 մետր, վտանգները նվազելու են, բեռնափոխադրումը ավելի արագ ու արդյունավետ կիրականացվի։ Նախարար Խուդատյանը շրջայցի ընթացքում արձանագրում է, նախորդ հայցի համեմատ բավականին շատ աշխատանք է կատարվել։ Կառուցապատողը վստահեցնում է, մեկ ամսում 90 մետր թունել է փորվում, տեմպը գոհացնող է։ Հյուսիս-հարավի այս հատվածի կառուցման արժեքը $214.4 միլիոն է։ Սա Քաջարան ագարակի առաջին տեղամասն է, որը շրջանցում է Մեղրի քաղաքը։ Ավարտը նախատեսվում է 2027-ին։ Սա հատվածներից մեկն է, ամենահարավային հատվածն է։ Նրան շարունակող հատված է լինելու Քաջարանի տունելը 72 կիլոմետր երկարությամբ, որը իր երկարությամբ բլնելու է դեռ որ ամենաերկարը Հայաստանում։ Մրցույթը հայտարարված է արդեն շինարարական աշխատանքների, մրցույթի հայտերի ներկայացման հուլիսի 22-ն է այս տարվա, եւ մենք հույս ունենք մինչեւ տարվա վերջ արդեն ունենալ կապալարը, որ մյուս տարվանից արդեն սկսենք աշխատանքները։ Քաջարանի թունելի շինարարությունը 6 տարի է։ Ագարակ Քաջարան հատվածի, այդ թվում Քաջարանի թունելի ֆինանսավորումն իրականացնում է Եվրասիական զարգացման եւ կայունացման հիմնադրամը։ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետր ճանապարհի հարավային մասի ֆինանսավորումը եւս հաստատված է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի կողմից։ Ճանապարհին է լինելու նաեւ ամենաերկար 8.6 կիլոմետր երկարությամբ Բարգուշատի թունելը, որը կֆինանսավորի Ֆրանսիայի կառավարությունը, իսկ 60 կիլոմետրի երրորդ ենթահատվածը դեպի Սիսիան կառուցվի Ասիական զարգացման եւ Եվրոպական ներդրումային բանկերի օժանդակությամբ։ Աշխատանքների որակը եւ ժամանակացույցը այս պահին գնահատում ենք բավարար, այնտեղ մի քանի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում եւ բուն ճանապարհի կառուցման եւ կամուրջների կառուցման, նաեւ 820 մետր երկարությամբ թունելի փորման աշխատանքներ են իրականացվում։
Այդ աշխատանքները գնում են սահմանված գրաֆիկի համաձայն եւ մեր նաև իրանցի գործընկերներն են վստահեցնում, որ սահմանված կարգով եւ սահմանված ժամկետներում ճանապարհի այդ հատվածը պատրաստ կլինի շահագործման։ Մեղրիի տարածաշրջանում է Նռնաձոր գյուղը։ Այստեղ հասնելու համար գյուղացիներն այս պահին օգտվում են նախկինում թալանված երկաթգծի ճանապարհով։ Գնացքների փոխարեն հողային ճանապարհով երթևեկում են մարդատար մեքենաներ։ Հիմա կառավարության ֆինանսավորմամբ 2.5 միլիարդ դրամ արժեքով մեկնարկել են Նռնաձորի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքների մի մասը արդեն ավարտված է, մյուս մասը կավարտվի հողային մասի աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա տարեվերջին, որից հետո արդեն նոր նախագիծ ձեռք կբերենք դրան զուգահեռ, ուրեմն ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար։ Նոր կառուցվող ճանապարհի երկարությունը 13.1 կիլոմետր է։ Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհը նոր ուղեծիր է։ Այս լեռներով նախկինում ճանապարհ չի անցել։ 2 ամսում 25% աշխատանք է արվել, վստահեցնում է շինարարը։ Մենք բարդ ռելիեֆում ենք գտնվում, որտեղ կատարվում են եւ մեխանիկական եւ պայթեցման աշխատանքներ։ Պլանավորված շինարարության ավարտը մոտավորապես մեր դեկտեմբերի վերջը, պետք է փորձենք մեր ժամանակի մեջ մենք գտնենք տեղավորվենք։ Այս ճանապարհը կենսական նշանակություն ունի, վստահեցնում է մարզպետ Ղուկասյանը, կրկին ընդգծելով արագության գործոնը։ Ամենաթանկ բանը ժամանակն է, որ մենք ունենք։ Հիմա նույն Նռնաձորը, եթե շտապօգնության անհրաժեշտություն է լինում, պատկերացրեք ինչքան բարդ է այդ ամեն ինչը իրականացնել։ Մեղրիից է գնում։ Իհարկե, մեղրիից պետք է գնա եւ կյանքի բոլոր դրվագներում այդ հերավորությունը ինքը կանխում է զարգացումը բոլոր ոլորտներում եւ բոլոր իմաստներով։ Հետևաբար նոր ճանապարհների կառուցումը ինքը ուղղակիորեն փոխում է այդ կոնկրետ այդ բնակավայրի տեմպը կյանքի։ Թե առողջապահության հետ կապված, թե կրթության հետ կապված, թե մնացած բոլոր ոլորտների վրա ինքը մեծ ազդեցություն է ունենում։ Հարավում մյուս ճանապարհը, որ պետությունը կարևորում է, Խոտ-Որոտան հատվածն է։ Այստեղ եւս 13 կիլոմետր երկարությամբ ամբողջովին նոր ճանապարհ է կառուցվում։ Պայմանագրային արժեքն անցնում է 4.2 միլիարդ դրամը, ինչը փաստում է աշխատանքի բարդությունն ու կարևորությունը։ Կարճ կապ է ապահովում Խոտ եւ Որոտան հատվածների համար, հետո նաև միանում է մեր մյուս ճանապարհներին եւ ինքը անվտանգության բավական անվտանգ ճանապարհ է, նաև էական ժամանակի խնայողություն կունենա։ Այլընտրանքային ճանապարհը մի քիչ այն կողմով է անցնում, սա հիմնական ճանապարհ է լինելու, որը լուծելու է եւ այդ խնդիրը եւ նաև մարզի բնակավայրերի մեջ էական կարճ ճանապարհ է դառնալու ոչ միայն Խոտի եւ Որոտանի բնակիչների համար։ Այս ճանապարհի մասին հանրությունը 2022-ից է լսում։ Ուշացումներն ըստ նախարարի օբյեկտիվ են։ Հիմնական մասը ավարտվել է, կարելի է ասել, որ աշխատանքները ավարտական փուլում են, կախված ռելիեֆային պայմաններից եւ գրունտային ջրերից այնտեղ որոշակի փլուզումներ են եղել շինարարության տարբեր этаպներում, նախագծային նոր լուծումներ են տրվել եւ այդ հարցը կարելի է համարել արդեն լուծված, մենք այնտեղ պատրաստվում ենք ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկին։ Ռազմավարական նշանակության մեկ այլ ճանապարհի մասին 18.3 կիլոմետր ճանապարհը հիմնանորոգվում Խոզնավարի բնակիչների համար։ Վերիշեն գյուղից ճանապարհը պետք է հասնի սահմանապահ Խոզնավար։ Ներկայիս ճանապարհով 30 րոպեի փոխարեն մարդիկ 1 ժամից ավելի են ծախսում Գորիս հասնելու համար։ Հիմա արհեստական կառուցվածքների աշխատանքներն ենք սկսել, արդեն ավարտական փուլում է, արհեստական կառուցվածքները սկսենք հողային աշխատանքները միաժամանակ համատեղ անում ենք, միջև այդ ամեն անելուց հետո արդեն կանցնենք ճանապարհի պատվածքը փոխելուն, նորը կառուցելուն։ Ասֆալտը ունի 11 սանտիմետր հաստություն, երկշերտև 6 սանտիմետր եւ 5 սանտիմետր հաստություններով։ Աշխատանքը նախատեսվում է ավարտել այս տարեվերջին, այս ճանապարհից հետո պետք է զբաղվել նաեւ հենց Խոզնավարի, ապա Վաղատուրի, Խնածախի ճանապարհների հարցով, ասում է մարզպետ Ղուկասյանը։ Մարդիկ շատ երկար տասնամյակներ շարունակ չեն ունեցել նորմալ ենթակառուցվածքներ, ինչն էլ բերել է գյուղական բնակավայրերի խճահարության հետ հասնող մակարդակի վրա։ Ես միանշանակ վստահ եմ, որ ցանկացած բնակավայր կարող է զարգանալ եւ կզարգանա, եթե մենք ունենանք բոլոր ենթակառուցվածքները կառուցված այդ բնակավայրերում։ Ուղղակիորեն դրանք մեկը մյուսի հետ կապում։ Սյունիքում այս պահին ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում նաև M2 հարժիս հատվածում, որը գրեթե ավարտված է։ Կառուցապատողը մի քանի շտկում պետք է անի։ Այս հատվածի արժեքը մոտ 723 միլիոն դրամ է։ Խնձորեսկից ներքին Խնձորեսկ 11 կիլոմետր երկարությամբ ճանապարհը ամբողջությամբ հիմնանորոգվում է։ Հիմա տեսնում եք լայն թափով արդեն այս հատվածում իրականացվում են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքներ, գյուղամիջյան հատվածներում ուրեմն մայթերի կառուցման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում։ Ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է այս հատվածի հետ կապված, ասեմ, որ նախկինում ճանապարհը
անանցանելի էր գրեթե, մեծ դժվարություններ ներկայացնում եւ համայնքների բնակիչների համար եւ այս համայնքներ ընդհանրապես այցելող բոլոր տրանսպորտային միջոցների համար մենք այստեղ նախատեսել ենք երկշերտ ասֆալտի 2 շերտի տեղադրում։ Մեծ խնդիր է մնում շինարարական ընկերությունների կարողության հարցը, ընդգծում է նախարարը։ Օրինակ կամուրջներ եւ թունելներ կառուցելու համար պետությունը ստիպված է լինում օտարերկրյա ընկերություններ ներգրավել։ Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է նաեւ, որ խիստ հսկողության եւ ուշադրության ներքո է որակը։ Յուրաքանչյուր տարի որակական էական փոփոխություններ են լինում եւ 2025 թվականին պլանավորել ենք նոր գործիքներ կիրառել, լաբորատոր նոր փորձարկումներ Ճանապարհային դեպարտամենտի պետական լաբորատորիայի գործիքակազմն ենք ավելացնում, ինչը մեզ հնարավորություն կտա իսկապես բավականին լավ որակով ճանապարհներ ստանալ։ Կան նաև ճանապարհներ, որտեղ թերություններ են լինում, օրինակ Տաթև-Աղվանի հատվածում առաջացած խնդիրները։ Պատճառներն օբյեկտիվ էին, բարդ ժամանակաշրջանում կառուցված, բայց կենսական նշանակության ճանապարհ է։ Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է, թե Տաթև-Աղվանի, թե առհասարակ հանրապետությունում այս պահին առկա խնդրահարույց 26 ճանապարհահատվածների համար պետությունը գումար չի վճարել։ Կապալառուն գումարը կստանա, երբ թերությունները վերացվեն, ճանապարհն ընդունվի շահագործման։ Մենք հիմա զուգահեռ օրենսդրական փոփոխություն ենք մշակում, որ հնարավորություն կտա ճանապարհը վերցնել ժամանակավոր սպասարկման, սպասարկել այդ ճանապարհը, անհրաժեշտ գծանշում իրականացնել, մաքրման աշխատանքներ, հաճախ նաև փոսային նորոգման աշխատանքներ իրականացնել, մինչև բուն խնդրահարույց հատվածները վերականգնեն եւ ճանապարհը ամբողջությամբ հանձնվի պետությանը կառավարման։ Ճանապարհները կարևոր են, բայց մարզպետն առանձնացնում է նաև մարզում առկա մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը՝ խմելու եւ ոռոգման ջրի հասանելիությունը։ Ասում է, խաղաղությունից հետո երկրորդ ամենակարևոր հարցը ջրային ռեսուրսների հասանելիությունն ու ճիշտ կառավարումն է։ Դա կզարգացնի գյուղատնտեսությունը եւ մարդկանց կպահի գյուղում։ Անլուծելի խնդիրներ սովորաբար չեն լինում, ժամանակ անհրաժեշտ եւ վստահ եմ, որ մենք շատ մոտ ապագայում, եթե տեմպը այսպես պահենք, մենք խոսելու ենք ամբողջությամբ այլ խնդիրների մասին եւ մոռանալու ենք այն տարիները, երբ խոսում ենք վատ ճանապարհների մասին, խոսելու ենք խմելու ջրագիծ անցկացնելու մասին։ Սա պետք է օր առաջ դարձնել արդեն անցյալ եւ կենտրոնացնենք մեր մտքերը արդեն ավելի ժամանակակից տեխնոլոգիաների, նոր մտածելակերպի վրա կարողանանք կենտրոնանալ։ Գյուղատնտեսությանը մեծ զարկ պետք է տալ արդեն ժամանակակից գյուղատնտեսությանը, անասնապահությանը, ինչպես նաեւ մնացած բոլոր ոլորտներին։ Սյունիքը նաև զբոսաշրջիկների համար է սիրելի վայր ու հոսքը պահելու եւ ավելացնելու համար է նաև կարևոր նոր տեմպ տալ աշխատանքներին, շարունակում է մարզպետը եւ օգտվելով առիթից նաև կոչ անում զբոսաշրջիկներին ու հայրենակիցներին։ Սյունիք գալուց պետք չէ սահմանափակվել Գորիսով ու Տաթևով, շատ գեղեցիկ են նաև Սյունիքի մյուս ավելի հեռավոր քաղաքները։ Ռոբերտ Ղուկասյանը հորդորում է Սյունիք այցելելիս պարտադիր հասնել մինչև Մեղրի ու նպաստել Հարավային դարպասի ամրացմանն ու զարգացմանը։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան եւ Լիլիթ Հովանիսյան, Կիրակնորյալ լուրեր։